Պարոն Թունյան, կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսված էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85,000 դրամ։ 2023 թվականից այս կողմ կառավարությունը մատը մատին չի տվել այս խնդիրը լուծելու համար։ Ավելին, բարձր գնաճի պայմաններում Հայաստանում ձևավորվել է աշխատող աղքատների հսկայական խավ։ Ուզում եմ հարցնել, որն է եղել պատճառը, որ կառավարությունը ձախողել է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու գործընթացը կամ դրժել խոստումը։ Տիկին Յուլիան, նախ առաջին ասում եք մատը մատին չի տվել, անցած տարիների ընթացքում մենք նվազագույն աշխատավարձի բարձրացում մեկ անգամ ունեցել ենք, սա մեկ։ Երկրորդ, եթե դուք ուշադիր լսեցիք, ես ձեզ մի անգամ էլ էի հարց տվել, թե ձեր գործընկերներից մեկին, ես մի քիչ զարմանալի եմ համարում, որ իրեն ազատական համարող քաղաքական ուժի ներկայացուցիչը առաջ է տանում նվազագույն աշխատավարձի թեզը, որտեղ նվազագույն աշխատավարձ սահմանելը ուղիղ միջամտություն է բիզնեսին։ Այսինքն դա նշանակում է, որ դու բիզնեսին ստիպում ես որոշակի մակարդակից ներքև աշխատավարձ չվճարել։ Ու եթե այնպես է, որ օբյեկտիվորեն շուկայում այդ աշխատավարձերը ավելի ցածր են, ու դու ստիպում ես իրեն բարձր վճարել, այդ բերում է շատ վատ հետևանքների։ Այդ բերում է աշխատատեղերի չգրանցման, ստվերի, գործազրկության, իսկ եթե օբյեկտիվորեն շուկայում աշխատավարձերը ավելի բարձր են, քան ձեր մինիմալ աշխատավարձի չափը, դրա կարիքը ընդհանրապես չի լինում։ Ես ինքս իմ անձնական դիրքորոշումն եմ ասում, ես կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձի չափը սահմանելը պիտի պետությունը շատ զգույշ անի, որպեսզի դրանով ավելի մեծ վնաս չտա բիզնեսին։ Իսկ ինչի չենք ավելացել մեր նախատեսած չափով, այո, այդ առումով մեր նախընտրական ծրագրից շեղում ա եղել, էլ եմ կրկնում, այդ շեղումները, որոնք ամբողջությամբ են կատարվել, որոնք չեն կատարվել, դրա գնահատականը տալիս է ընտրողը ընտրությունների ժամանակ, բայց Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը, եթե վերջին տարիներին նայեք ինչքան է բարձրացել, իմ կարծիքով այդ հարցի կարևորությունը այդքան էլ բարձր չի լինի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Թունյան, դա ձեր խոստումն է եղել, մենք սովորաբար մեր խոստումները միանշանակ կատարում ենք։ Ես նշեցի, որ 2023 թվականից այս կողմ կառավարությունը մատը մատին չի տվել։ Գիտեք, դուք լավ մեկնաբանում եք, բայց հավատացնում եմ ձեզ, ձեր այդ մեկնաբանությունները բացարձակապես չի հետաքրքրում, օրինակ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատող դաստիարակին, ով օրական 30 երեխայի խնամք է տանում, տակդիր է փոխում, դուք հիմա այստեղ ասում եք նպատակահարմար չեն գտնում, հիմա ուզում եմ, որ դուք հարցին հստակ պատասխանել, արդյոք ձեր կառավարությունը խուսափում է սոցիալական պատասխանատվությունից, եթե ոչ, խնդրում եմ ժամկետներ նշել, ինչպես եք պատկերացնում նվազագույն աշխատավարձի բարձրացումը եւ երբ, շնորհակալություն։ Տիկին Յուլիան, ինչ խոստումներ տվել ենք, այդ խոստումները ձեզ չենք տվել։ Եկեք դուք ձեր խոստումներից խոսեք, որովհետև եթե ձեր խոստումները կատարածվեր, այսօր հիմա այս դահլիճում լրիվ ուրիշ իրավիճակ պիտի լիներ։ Եկեք այդ մասով բան չանենք։ Բայց ինչ վերաբերում է, ես ինչքան հիշում եմ, ըստ ձեր խոստումների պիտի հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետ լիներ Սամվել Կարապետյան։ Ինչքան հիշում եմ, ես հայերենին շատ լավ տիրապետում եմ ու հիշում եմ ինչ եք խոստացել։ Ինչ վերաբերում է հարգելի Լռեք բոլորդ։ Շարունակ, լռեք բոլորդ։ Պարոն Կարապետյան, պահպանեք լռություն, պարոն Սիմիդյան, պահպանեք լռություն, համեցեք, պարոն Թունյան, շարունակ։ Մեկ էլ ինձ մոտ այնպեսի տպավորություն եք ուզում ստեղծել, որ դուք մտածում եք պետական ծառայողների աշխատավարձերի մասին, մեր բնակչության սոցիալական վիճակի մասին, մենք այդ մասին ընդհանրապես չենք մտածում։ Այդպիսի բան չկա ու հնարավորությունների սահմաններում պետությունը, կառավարությունը բարձրացնում է պետական ծառայողների բոլոր օղակների աշխատավարձերը ու նաև տարբեր համակարգեր ներդնում ըստ կատարողականի նաև նրանց աշխատանքին հավելավճար կամ պարգևավճար տալու համար, ինչը դուք էլ քննադատում եք։ Շնորհակալություն։